Փաշինյանը ձեզ մեղադրում է ընտրական շարքի մեջ։ Մեր կենտրոնական շտաբը այդ հարցի շուրջ մենք հայտարարություն տարածել ենք, վերցրեք Այս իրենց փաստեր են ներկայացրել, մենք այդ ամենի համար հայտարարությամբ հանդես ենք եկել։ Չեմ լսում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մի քանի ժամից քննելու է երկրի դիմումը, որով պահանջում եք հանրապետականի մասնակցությունը Ուրեմն դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունն է, իրենք կքննեն իրենք հայտարարությամբ ուրեմն հարգելիներս մեր լիազոր ներկայացուցիչը այնտեղ կլինի, իսկ ինչ մնում է նման հայտարարություններին, մեր կենտրոնական շտաբը հայտարարությամբ հանդես է եկել, թե 3 թե այսօր։ Ավելին քան ակնառու են, պարոն Մարգարյան։ Ոստիկանության հետ կապված խնդիրը մենք դատապարտում ենք, եթե լրագրողներին կամ ընդհանրապես խոչընդոտում ենք քարոզչությունը, ես դատապարտում եմ։ Ձեր նախընտրական շտաբը Ես ավելի հաճելի բան եմ։ Պարոն Մարգարյան, բայց փաստերը շատ ավելի ակնառու են։ Ինչպես կարող եք դրան վերաբերել, այնտեղ կան կողմնես ցուցակներ։ Մենք կներեք էլի հայտարարությամբ հանդես ենք, ես էլ հայտարարությամբ հանդես ենք եկել, վերցրեք նայեք մանրակրկիտ գրած են մեր կարծիքը, հա, հանրապետական կուսակցության շտաբի, նախընտրական շտաբի ամբողջ հայտարարությունը կա, թե 3 բան։ Բայց հնարավոր է քրեական գործ հարցվի այդ ամբողջ գործերով։ Այո, մենք դրա համար իրավապահները թող քննեն, եթե դրանից հետո հարցեր կառաջանան, ես պատրաստ եմ պատասխանել։ Այսօր գնալու եք Բանավեճի, պարոն Մարգարյան, այս հանրային հեռուստատեսություն։ Դրա մասին եմ խոսում։ Բանավեճի, պարոն Մարգարյան, եղանակով պարոն Մարգարյան պատասխան։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, դեռ 10 օր ժամանակ եմ 10 օր առաջ եմ դրա մասին խոսել, իմը նույն կարծիքին եմ մնացել։ Այսինքն բան եք կարծիքով Մարգարյան։ Վերցրեք տեսեք ինչ եմ արտահայտել։ Նա թույլ կտակ թեման փոխել։ Ամեն օր նույն բանից չեմ խոսում։ Թեման կարել է փոխել, պարոն Մարգարյան։ Անդրանիկ Մարգարյանի հետևորդներին։ Ես ձեզ չեմ խոստացել, ում խոստացել եմ իրանք ասել։ Երևում եք խոստացել։ Անունը ոնց է։ Անուշ Մուրադյանին ես խոստացել եմ միջև ընտրություններ կասեմ։ Ոչինչ։ Ես Անուշին եմ խոստացել իրանք ասել։ Սա է ձայնագրեք էլի։ Անդրանիկ Մարգարյանի հետևորդներին տարողաշատ խոսքով սիմվոլն ասպարեզ եկած, վերելքի երաշխիքն է ստույգ գուշակված, ինչպես երևաց հստակ ու վառ, նաև փրկարար, հավելենք պատշաճ, եւ սուրբ հողն արթնացած չի դառնա փորձադաշտ, փորձությունն անտեղի է տարամիտված, անհապաղ գործի անցնենք անձնուրած, ելքը միասնությունն է երկրի հայրենյաց։ Պարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ մարդիկ չեն կարողանում մտնել ձեր նախընտրական շտաբեր։ Երկրի բնակիչներից է, գիտեք, այս տարածքում ամբողջ եկել եք շատ լավ, ապրանքում եք ոչ մի խաղաղի ապարակ չունենք, կարող եք այսպես գնալ, ես 10 տարի ամուսինս երևի 40 տարի, խնդիրը նրա Ձեր ամուսնուն հարցն է, ես էլ եմ ստեղ գրեթե մանկություն անցկացրել, այն ժամանակ ստեղ սա սեփական տներ էր, իրար վրա, ու մի տեղ չկար։ Չեկար այս այգին, Ես դաշտի երբ որ կառուցեցի, նախկինում ավտոտնակներով էր ինքը, սեփական տներով էր այստեղ սա, համբուրգսա, հիմա տենում եք ազատվել է տարածքը, տարի փոխվում է։ Չի փոխվում, ես բազմիցս ձեզ դիմել եմ, եկեք այսպես ասեմ, այս բարձրակ շենքերը տեսնում եք ամբողջ Բյուզան փողոցը, այստեղից մինչև այն ծայրը ես ձեզ վստահեցնում եմ, ոչ բարեկարգվել է, ոչ խաղահրապարակ է։ Ձեր անունը ոնց է։ Մարիաննա։ Հիմա Մալիբուի այգին ամբողջությամբ վերակառուցվում է, մենք մինչև տարեվերջ ամբողջությամբ կհանձնենք, դա մեզ համար կլինի, թե մեր քաղաքացիների համար, հանգստի գոտի մեր երեխաների համար խաղեր կլինեն եւ ոչ միայն նաեւ մեզ, նաեւ մեր Երևանի հյուրերի համար շատ հաճելի է։ Այդպես մեծ 3 տարիա խոսք են գալի չի կա։ Իսկ խաղապրահակի պահով Այս աղջիկան թողեք։ Ամուսնացած աղջիկ ա, ինչ եք պահել։ Տեսել եք այնպես այնպես որ հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Չլսեք։ Տեսել եք այնպես որ հրապարակվել է Նիկոլ
Փաշինյանի Մենք հայտարարությամբ 20,000-ի մասին է խոսում, պարոն Մարգարյան։ ձեզ են առաջարկել։ Չէ, այո, առաջարկել եմ քաղաք, ինձ չէ։ Ուրեմն հարգելիներս, Իրենք թույլ չեն տալիս հարգելիներս, մենք մեր նախընտրական շտաբը թե 3, թե այսօր հայտարարությամբ հանդես է եկել, խնդրում եմ վերցրեք նայեք,